Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, այս կիրակի հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը մեր ժողովրդի կյանքում հայտնի է որպես Վարդավառի տոն։ Գաղտնիք չէ, որ Տավուշի մարզում տավուշցիները մեր ժողովուրդը տոնը մի փոքր առանձին եւ այլ ժամանակաշրջանում են նշում, մասնավորապես հուլիսի վերջին կիրակի օրը եւ նաեւ մեր համայնքներում Տավուշի մարզի կան բնակավայրեր, որոնք նշում են օգոստոսի առաջին շաբաթում եւ այս առանձնացման Վարդավառի տոնին խորհրդի մասին, մեր օրվա անելիքների եւ չանելիքների մասին այսօր կզրուցենք Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Աբել Քահանա Քարտաշյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհներ մեզ։ Ինչպե՞ս եք։ Փառք Տիրոջ լավ։ Տեր հայր, ձեր կարծիքով ինչպես է ստացվել, որ մեր տավուշցիները Վարդավառը նշում են մեկ այլ օր, ինչ պատմական արմատներ կա այս տոնի հիմքում, որ այս իրավիճակին է հանգեցրել, որպեսզի մենք Տավուշում այլ օր նշենք Վարդավառի տոնը։ Հա, մեր ամենանվիրական տոներից մեկն է։ Շատ մեծ շուկով, շատ մեծ ուրախությամբ են նշում ժողովուրդը։ Հա, բայց մի տեսակ այդ առանձնակի նշելու իրողությունը անհանգստություն է պատճառում մեզ։ Շատ մանրամասն ուսումնասիրեցի այդ թեման, Էրնեստ ջան, եւ հասկացա, որ շատ մեծ անցյալում չի այդ ավանդության հիմքերը։ Խորհրդային միության տարիներին պիտի վերագրենք, որովհետեւ դրանից առաջ էլ մի տեսակ ավելի ռուս պարսկական ուրեմն պատերազմից հետո, երբ որ այս Հայաստանի այս մասը անցավ ռուսական տիրապետության տակ, ռուսական կայսրությունը մի տեսակ կտրեց այս մասը այն մյուս մասից, այսինքն մենք այս կողմ Տավուշում ապրողներս Երևանի կողմի, այսինքն այդ ժողովուրդ, այդ կողմի ապրող հայերին տոների ընդհանրության եւ այլ տարբեր առիթներով կտրվեցինք, իրարից կտրվեցինք հայերով։ Եվ այդ կտրվելու ամբողջ պատրվակը օգտագործվեց եւ ժողովուրդը, քանի որ սիրում էր տոնը, եկեղեցական տոնը նշում էր, կարծում եմ խորհրդային միությունը ավելի տենց նոյեմբերանում շատ լավ ձևակերպում են տվել սարվորի տոն։ Այսինքն գյուղի աշխատանքները հնձի բան է ծանր աշխատանքները վերջացրել ենք, ամեն ինչ ավարտին ենք հասցրել եւ գյուղի ժողովուրդը գնան միանան սարվորներին, ովքեր որ սարում են, անուշ կաթ, մածուն, չգիտեմ, գառնուկներ, միասին նստենք, հաց ուտենք եւ այլ, սարվորի տոն։ Ընդհանրապես տոները պետք է ունենան ծիսական որոշակի դրսևորում, հա։ Այն տոնը, որը որ նշվում է հիմա Տավուշում, որ կոչվում է Վարդավառ, վրթիվեր, ոչ թե Վարդավառ, հենց վրթիվեր, չէ։ Դա պայծառակերպության տոնի հետ ոչ մի աղերս չունի։ Ոնց կատարեցի ուսումնասիրությունը Էրնեստ ջան, գնում եմ տարբեր գյուղեր, տարբեր բան, այդ օրը մասնակցում եմ ժողովրդին, չեմ ուզում խստությամբ ասեմ, սխալ եք տոնում, այս տոնը տոն, չէ, այնքան ջերմություն կա այդ տոնի մեջ, այնքան գեղեցկություն կա, ամենևին նպատակ չկա էլի ինչ որ վատ բան ասելու այդ անելիքի նկատմամբ։ Ուղղակի ուսումնասիրության առումով, որ ասենք մոտենում եմ տարբեր սեղանների, ասենք պապիկները, բան չի, ինչ որ ավանդություն պիտի փոխանցես, երեխաները որ դա իմանան եւ այլ, ասում եմ, ինչ կենացներ եք խմում, ինչ եք խոսում, ինչ եք ասում։ Ոչ մի խոսք չկա։ Աշխարհին խաղաղություն լինի, վրթիվերը շնորհավոր լինի։ Այդ ինչ բան է այդ վրթիվերը, ժողովուրդ ջան, էս ինչա, ոնց է։ Բացարձակ պատկերացում չկա, բացարձակ ոչ մի տեսակ որոշակի պատկեր չկա, որ հասկանանք, որ ինչ-որ ծիսական հիմք ունի ինքը, ոչ եկեղեցի այցելություն լինում, ոչ, չգիտեմ, ոչ սրբավայրեր, ոչ ինչ-որ այդ ջրոցին, որ խաղում են ենթադրենք ամբողջ Հայաստանում, ոչ ջրոցի խաղն է, եթե գետի կողք են հավաքված լինում, հա, մտնում են գետում, լողանում են եւ այլ, բայց այդ ջուր ցողելու եւ այլ այդ տեսակ, ասենք, այդ նաեւ այդ եկեղեցական ծեսի այդ խաղային մասը, որ ունենք, չէ, դա էլ չի ընդգրկված որևէ ձևով, հա։ Սա ինձ տարակուսանք է պատճառում, որ այս հայկական ինքնությունից զատված այս վիճակը, որը որ ժամանակին, ասենք, մի տեսակ գավառա
գավառային հայրենասիրության ինչ որ sense մեծ բան առաջացրել մեր մեջ, որ մենք առանձնակի ենք նշում եւ այլ, բայց ընդհանուր հայ ժողովրդից մեր ծիսական վիճակից մեզ կտրել է դուրս ապերել։ Տեսեք, շատ հետաքրքիր մեկնաբանություն տվեցիք Տեր Հայր, բայց գիտեք, որ մեր ժողովուրդը շատ նվիրված է այս տոնին, շատ պատրաստություն է տեսնում, հա, մենք նույնիսկ կատակով ասում ենք, որ Տավուշի մարզում տավուշիցները տարվա կեսը աշխատում են նոր տարի անելու համար, մյուս կեսը աշխատում են, որ վրդի վերանեն։ Հիմա գիտեք, որ շատ լուրջ պատրաստություն են տեսնում, արտերկրից գալիս են տավուշիցները իրենց ընտանիքներ, օջախներ, եւ այդ օրը շատ մեծ տոնակատարությամբ նշում են։ Հայ առաքելական եկեղեցին ինչպես է մեկնաբանում, ինչպես է գնահատում այս իրավիճակը, այս առանձնացված լինելը, չնայած մի կողմից մենք նշում ենք առանձին ենք նշում տոնը որպես այդպեսին, բայց Իջևանում, Դիլիջանում, գիտենք նաև Բերդի, Նոյեմբերյանի որոշ գյուղերում նշում ենք հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որը այս տարի հուլիսի 26-ն է։ Բայց ունենք գյուղեր, որ այնտեղ նշում ենք օգոստոսի առաջի կիրակին։ Այսինքն էլի այդ միասնականությունը եւս չկա այս պարագային։ Ինչպես է մեկնաբանում հայ առաքելական եկեղեցին։ Ես ընդհանուր եկեղեցու անունից դժվար է խոսել ինձ, հա, իմ հովվական ծառայության շրջանի մասին պիտի խոսեմ։ Ըստ երևույթին սենց բան կար, չէ, որ տատիկ, պապիկ, բա դու երբ ծնվեցիր, բալա ջան, մի քիլի տարի էր, ինչ եմ գիտեմ, երբ էր, կամ չգիտեմ, հնձի վախտն էր, կամ երևի ինչ որ մոռացության հետևանքով ժողովրդի մեջ տոնը, որ Արմատախիլանի խորհրդային միությունը, այտենց ինչ որ առաջարկ արել որևէ մեկը մի հեղինակա, որ տատիկ կամ պապիկ, որ վերջը ամսի 20-ից հետո հնձի բանի ժամանակները ավարտում էինք ու այդ ժամանակ էինք տոնում հիմնականում։ Ինչի՞ է այտենց, որովհետև եկեղեցական ուրեմն պայծառակերպության տոնը ինքը շարժական տոն է։ Հա, շարժականությունը իրա կապված է ուրեմն զատկի տոնի շարժականության հետ, հա, այսինքն ինքը զատկի տոնի հետ կապված նույն հեռավորության վրա է գտնում օրային առումով, բայց քանի որ զատկի տոնն է ինքը շարժական, այդպիսով պայծառակերպությունն էլ է զատկի հետ շարժական տոն համարվում, հա, եւ այսպիսով միշտ էջմիածնից էր այդ լուրը գալիս, եւ այդ իմ ասած այդ ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ որ ստեղից կապը կտրվեց ընդհանուր էջմիածնի հետ, հա, այդ ծիսական անելիքների առումով մենք ավելի որբության մեջ հայտնվեցինք։ Եվ այդ որբությունը ըստիս ինչ որ ձևով դրսևորվեց եւ մենք այդ որոշակիությունը որոշակի գյուղերում ունեցանք։ Տեսեք օրինակ Այգեձորում, որտեղից ծնունդով եմ ես, օգոստոսի առաջի կիրակին ենք նշում։ Այո։ Կոթիում նույնպես։ Ոսկեպարում, հա։ Ու այսպիսի ուրեմն խառնաշփոթ է առաջանում։ Հիմա իմ խնդրանքը որն է, որ նույն շուկով, նույն ձևով, էլի նույն ձևով խանութները թող չաշխատեն, էլի նույն ձև ճանճի պզոցը լսվի այդ օրը գյուղերում ու քաղաքներում։ Հա, ես շատ կատակով ասում եմ գողերի սիրած տոնն է, գյուղերում ընդհանրապես մարդ չկա, բոլորը սարում ձորերում են, հա։ Հա, էլի նույն ձևով նշենք, բայց ընդհանուր հայ ժողովրդի հետ նշենք, ընդհանուր մեր եկեղեցու քարոզչության, այդ եկեղեցի այցելելու, գանք մի հատ այցելենք, մտնենք մի հատ աղոթ կանենք, կամ չգիտեմ, քահանայի առաջնորդությամբ ինչ որ մեր անտառներում բանում խոնարհված մի եկեղեցում գնանք մի հատ փոքրիկ միասին աղոթ կանենք կամ պատարակ մատուցենք նոր մեր տավուշյան ձևով նշենք, այսինքն ասածս ինչն է, ասածս այն է, որ բոլոր հայերի հետ լինենք, սա պատկանելության զգացումի շատ կարևոր բան է, բաժանիր, որ տիրեսը հենց սկսվում է ինքնության աղճատումի այս վիճակից, Էրնեստ ջան, այսինքն երբ որ մենք ընդհանուր հայ ժողովրդի անելիքներից ծիսական եւ մնացած բոլոր անելիքներից ինչ որ ձևով ուրեմն զատվում ենք, առանձնանում ենք, հա, ինքը իր մեջ վտանգավորություն ունի բաժանումի
Տեսեք, Տավուշյան վրթիվորից անցնենք Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն, որն է Վարդավառի իրական պատգամը, խորհուրդը, որ ինչի մասն է այդ տոնը, ինչ անելիքներ ունենք մենք այդ տոնի հետ կապված եւ նաեւ ինչ պիտի չանենք, որովհետեւ շատ հաճախ չանելիքները ավելի կարեւոր են այս բaragային։ Այո։ Ուրեմն պայծառ կերպ, հա, մեր Տերը Հիսուս Քրիստոս իր Աստված լինելու փաստը ուրեմն շատ կարևոր ձևով աշակերտների մեջ փաստեց։ Սա դրսևորվեց ուրեմն Թաբոր լեռան վրա աշակերտների ներկայությամբ պայծառակերպելու իր զգեստներից ամբողջ իր մարմնից լույս էր ճառագում, այնպիսի լույս, որ արևի լույսը պիտի խամրի այդ լույսի առաջ։ Արևի լույսը ստվերա այդ լույսի առաջ։ Եվ հանդիպեց Մովսեսին, Եղիա մարգարեին եւ խորհրդակցում էին Աստծո ծրագրի մասին։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոս ուղարկվել է Աստծո կողմից, որ կարևոր մարդուն վերադարձնի դեպի Աստծո գիրկը, դեպի երկնքի արքայության իրականությունը, հա? Եվ իր այդ մեծագույն առաքելության, այդ մեծագույն աստվածային գործի շատ կարևոր կետում հաստատեց, որ ինքը Աստծո որդին է, որ ինքը Աստված է։ Պայծառակերպությունը դրա համար մենք շատ մեծ շուկով ենք նշում։ Ընդհանրապես ծիսական ուրեմն տարվա մեջ շատ կարևոր են, որ մենք նաև տարերքների հետ կապված վերաբերմունք ունենք։ Օրինակ կրակի, ջրի, հողի, հա, օդի մաքրության եւ այլ, այսինքն 4 տարերքները որ կան։ Եվ այս ուրեմն պայծառակերպության ամբողջ տոնի խաղարկային մասը, այսինքն ծիսականից զատ, հա, եկեղեցում միշտ ուրեմն մարդիկ երկար դարեր շարունակ միասին ուրեմն խաղ էին կազմակերպում, ծիսական խաղեր էին կազմակերպում, որը մեծ ուրախություն էր պատճառում երեխաներին։ Եվ դա ուրեմն մեծ հիշատակությունն էր, որ ջրհեղեղի ջուրը, որ այդ մեծ շատությամբ եկավ եւ մեծագույն վնաս հասավ մարդկությանը, չէ՞, եւ Նոյը միայն տապանով կարողացավ փրկվի, եւ այս տապանը, որ եկեղեցին է այսօրվա, հա, ջրի հետ կապված այդ խաղը կազմակերպել է, որ մարդկանց ցողի ջրով, ասի այդ ջուրը մեզ այլևս ջրհեղեղի նման վնաս չի հասցնելու։ Չվախենակ ջրից։ Ու վարդա ջրով մեկը մյուսի ցողել, ոչ թե դույլերով լցնել իրար գլխի, այդ չանելու մասին էր խոսքս արդեն, էլի ձեր հարցի այդ մասով։ Այսինքն, չգիտեմ, այդ ջրցան մեքենաներ բերել կանգնացնել փողոցում ու մեկը մյուսին ջրել, սա մի քիչ շատ ճոխացված է, էլի պատկերացումները, հա, այդպիսի ոչ այդպիսի ցուցում կա եկեղեցում, ոչ այդպիսի արարողություն կա, հա, քահանան օրհնում է ջուրը, հա, վարդի թերթիկներ է լցվում այդ ջրի մեջ, ժողովուրդը ուրախանում են, երգում են, հետո սկսում են ցողել մեկը մյուսի վրա այդ ջուրը։ Սա բարեպաշտական սովորություն է, բայց ոչ պարտադիր բան է եկեղեցում։ Հա, տեսեք, հիմա նույն այդ Վարդավառի ջրոցին։ Մեր ժողովուրդը դա անցալում է իբրև խաղի դրսևորում, ինչպես ասենք ունեցել ենք Վարդավառին նվիրված երգեր, բանաստեղծություններ, չգիտեմ, օրհնանքներ, նույնիսկ մեր Տավուշում կան հատուկ խոհանոցում, չէ՞, կան ուտեստներ, որ հենց Վարդավառին են հատուկ։ Չգիտեմ, այնտեղ նազուկը, որը մեր ժողովրդի սիրելի քաղցրավենիքներից է, կամ հենց ուտեստներ, որ գարան մսով են պատրաստում եւ այլն եւ այլն։ Հիմա ձեր դիտարկմամբ եկել է այդ ժամանակը, որ արդեն կարող են քննարկել, որպեսզի մեր ժողովուրդը եւս տավուշցիները նշեն բոլորի հետ միասին, ինչպես հայ առաքելական եկեղեցին իր տոնացույցով է առաջարկում։ Եվ ձեր կարծիքով ինչ տրամադրություն։ Պատկերացումը սենց է։ Մենք հիմա պիտի շատ խորը ուսումնասիրություն անենք, ազգագրագետները, կարծեմ թե 60 թվականներին, որը մեծ բանահավաքություն են արել, հա։ Եվ ձեր նման երիտասարդները ավելի ուրեմն գիտակ մարդիկ, ովքեր որ այդ ոլորտի մեջ են ստեղծում, ստեղծագործում, պետք է գնան այդ արխիվներից վեր հանեն, որ գյուղում են այդ բանահավաքությունը արել, ինչ են պատմել մարդիկ, ոնց են տոնելուց եղել, հա, կարող է մի հատ 120 տարեկան կամ 100 տարեկան տատիկի
խոսեցրել են եւ այդ տատիկը հիմա պատմել է այն ինչ որ ես հիմա ասում եմ ենթադրենք հա եւ այդ ինքնության խորքերը վերադառնալու պահանջմունք այլևս կա մեր մեջ ես դա զգում եմ որ կա որովհետեւ այդ ինքնությունը հա մարդու ամենակարևոր պահանջմունքներից մեկն է այդ պատկանելության զգացումը որ ես ինչու եմ հայ ազգի պատկանում, ինչու եմ տավուշեցի, ինչու եմ կայանում դրա մեծությունը ինձ համար, իմ անելիքների մեջ դա ոնց պիտի դրսևորվի եւ իմ երեխաների մեջ, իմ սերունդի մեջ ես ինչպես պիտի դաստիարակեմ այդ կերպարը, տավուշեցու կերպարը, այդ աշխատող, քոլեցու, այդ ազնիվ, անաղարտ մարդու այդ կերպարը, որ սարվորեր որ հողագործեր, որ դարբիներ, որ չգիտեմ, այդ ամեն ինչը պիտի վերականգնենք, թե չէ եթե մոռացության ուրեմն շղարշը գա եւ անընդհատ շղարշի մեր հիշողությունը, մենք մեզ չենք ճանաչի։ Եվ այդ միջոցով օտարացին բաներ կարող են գալ եւ հա, եւ մտնել մեր ուրեմն կենցաղ մեր կյանք։ Պարզ օրինակի վրա ասեմ մի փոքր կշեղվենք ընդհանուր թեմայից, բայց նման օրինակ է, հա։ Վալենտինի տոն կոչված է։ Ով գիտեր մի քանի տարի առաջ այդ ինչ բան է։ Ոչ մեկ։ Չէ՞։ Դե հա, մերը Սուրբ Սարգիսն է։ Մերը Սուրբ Սարգսի տոնն էր, որ միշտ ժողովուրդը գիտեր, նշում էր եւ այլ եւ այլ։ Եվ Սուրբ Սարգսի շատ եկեղեցիներ, ամենաշատ եկեղեցիները մեր մոտ նոյեմբերանի շրջանում են, այսինքն տավուշում են։ Հայաստանի մասշտաբով ամենաշատ Սուրբ Սարգիսները նոյեմբերանում են։ Վանքեր, եկեղեցիներ, մեկ եկել ինչ որ գալիս է այդ Վալենտին հասկացողությունը եւ շատ նորաձև է թվում եւ երիտասարդները եթե որևէ մեկը ինքը իրեն չի ճանաչում, իրեն հեշտ է համոզել, որ դու այս մարդն ես, դու որ սենց անես, տենց ճիշտ է, դու այդպես արա։ Նույն ձևի ասենք հարսանեկան որոշ վիճակներ, էլի ներմուծովի իրականությունը, ինչ որ, չգիտեմ, YouTube-ով կամ ինչ որ մի ալիքով, ինչ որ մի տեղից մի բան ա տեսել ինչ որ մեկը, չէ՞, սովորություն են ուզում դարձնել։ Գալիս են օրինակ Տեր հայր հարսին հայրիկը պետք է բերի միջև դրան առաջ եկեղեցու եւ այլ, ասեմ ժողովուրդ ջան, այդտենց սովորություններ մենք չունենք։ Չունենք, այդ ինչ որ կինոյում կաթոլիկ եկեղեցու հայրիկին ասում դու տենց աղջկանցդ ուզում ես շուտ ազատվես, վերում ես շուտ տալիս ես ու գնաս եկեղեցու դեն ասում չէ դա ասեմ մի արեք եկեք չանենք այդ օտար բաները նույն աննալու խնդիրը ուրիշների հետ այլազգերի հետ ո՞րն է էլի այսինքն ո՞րն է ինքդ քեզ չճանաչելու արդյունքում է տեղի ունենում դա Էրնեստ ջան հիմա իմ խնդրանքս մեր ժողովրդին հա որ մենք ինքներս մեր արմատների մեջ խորանանք, սկսենք ինքներս մեզ ճանաչել, մեր տոների միջոցով, որտեղ այդ տոները հիշողությունն են, իսկ հիշողությունը մարդու մեջ այն կարևոր հանգրվանն է, որտեղ ինքը նույնացնում է իրեն իր պապի հետ։ Ես հաստատ համոզված եմ, որ ես իմ խոսքը լսելով շատ տոհմական ընտանիքներ, որ ամեն համայնքում մեծ պատիվ հարգանք ունեն, հա, որոշում են կայացնելու, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվանից բոլոր հայերի հետ վարդիվորը նշեն, հա, պայծառակերպության տոնը նշեն, եւ իրենց օրինակը վարակիչ է դառնալու, եւ մենք վերջապես հասկանալու ենք, որ ճշմարիտ անելիքը որն է, որովհետեւ գիտեք, խորհրդային միության, ուրեմն հակակառուցչության այդ սարսափելի հետևանքները ես դառնապես կրում եմ հիմա, դառնապես, ինչու դառնապես, որովհետև դա նախ եւ առաջ անհավատության, եկեղեցուց, ավետարանից մարդուն կտրելու, ամեն ինչ միտված է եղել դրան, տեսեք, մյուս տոնը, հա, Սուրբ ծնունդը, ամսի 6, չէ՞, ամսի 1-ը ամբողջ աշխարհում չի նշվում, ուղղակի չի նշվում,
Չէ, խորհրդային միության ժամանակ բերեցին, ֆիլմեր նկարահանեցին, մեծ քարոզչական աշխատանք արեցին եւ այլ եւ այլ եւ այլ եւ ուրեմն տեղափոխեցին ամսի 1, որպեսզի ամսի 6-ի ժողովրդի սովորությունը աղճատեն, ջարդեն։ Եվ ստացվել է դա։ Եվ ստացվել է եւ որ տոնակատարության միջից իր գաղափարական հենքը դուրս ես բերում, տակը մնում է ստամոքսի անելիք, Էրնեստ ջան։ Մնում է ուտուշ խմուշ, հարբեցողություն, վթար, վատ դեպքեր եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մեր տավուշում ես շատ լավ հիշում եմ, երկար ժամանակ է հետևում եմ այս process-ին, հա։ Ինձ համար ծանր դեպքերը հիմնականում եղել են հենց այդ օրերին։ Երիտասարդները իրանց խոհեմ չեն պահել, հարբեցողության հետևանքով գնացել մեքենաներով ձորեր ընկել եւ այլ եւ այլ եւ այսինքն երբ որ տոնի միջից աստվածայնությունը դուրս է գալիս, այդ երկյուղացությունը, պատկառանքը դուրս է գալիս, հա, արդեն ամենաթողությունը է սկսվում։ Իսկ ամենաթողությունը ինքը անկարգության մայրն է։ Ինչ կասեք այն մարդկանց, մեր այն հայրենակիցներին, ովքեր հուլիսի 12-ին առաքելական մեր Սուրբ եկեղեցու հետ նշելու են Վարդավառ, եւ նաեւ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր հուլիսի 26-ին այս տարի կնշեն Վարդավառը։ Բոլորին էլ ասելու եմ Աստված շնորհավոր անի ձեր բոլոր մտածումները, ձեր բոլոր անելիքները։ Խնդրում եմ ուղղակի բոլորս միասին լինենք։ Հայրական սիրով եմ խնդրում։ Բոլորս միասին նստենք, հաց ուտենք, վեր կենանք։ Միասին ովքեր կյանք են ապրում, ընտանիքի զգացողություն ունեն, միասնական ընտանիքի զգացողություն ունեն։ Մենք արդեն հայերով արդեն շատ քիչ ենք մնացել։ Մեկ էլ մեր միջի այս բաժանումները ծիսակրոնական պատկերացումներից կլինի, սովորությունների որոշակի վիճակից կլինի, սրանք մեզ տանում են պարակտության, անմիաբանության։ Միաբանություն եմ մաղթում բոլորս, սիրելի ժողովուրդ, ինչ ասեմ, չգիտեմ։ Շնորհակալություն Տեր հայր։ Ես եմ շնորհակալ Էրնեստ ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն սկզբում նշեցի, այս կիրակի հուլիսի 12-ին հայ առաքելական եկեղեցին տոնելու է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը։ Սա եւս մի առիթ է, որպեսզի բոլորս միասնականությամբ, որպես ժողովուրդ նշենք մեր 5 տաղավար տոներից եւս մեկը, ինչպես նաեւ մենք շատ կցանկանանք տեսնել, լսել ձեր կարծիքը այս թեմայի վերաբերյալ։ Մեր զրույցի մասին կարող եք կիսվել ձեր դիտարկումներով այս թողարկման մեկնաբանություններում, անպայման կկարդանք, կքննարկենք եւ վերջում կհասկանանք, թե ինչ մտորումներ կան մեր ժողովրդի շրջանում այս հարցի շուրջ։ Շնորհակալություն, կհանդիպենք, ցտեսություն։